Բարելույս հարգելի հայրենակիցներ, այս պահին ես գտնվում եմ Գյումրու Մայր Հայաստան դաշինքի մեր գրասենյակում, վաղ առավոտից պարզում է խուզարկություն է իրականացվել մեր գրասենյակի աշխատակից Արա Ոսկանյանի տանը, քիչ առաջ պարզ դարձավ, որ նաև մեր մյուս թիմակիցների տուն են այցելել, այս պահին խուզարկություն են իրականացնում Մայր Հայաստան դաշինքի գրասենյակում, ես հիմա ձեզ ցույց կտամ, փորձում են նաև շտաբի ներսում ինչ-որ թղթեր կամ ինչ-որ այլ գործողություններ, ավելի ճիշտ այլ իրեր գտնել չեմ կարող պատասխանել, ոստիկանները փակել են այն սենյակը, որտեղ այս պահին խուզարկություն է, կարող եք ասել ինչ գործողություններ են կատարվում ներսում, կներկայանաք ներողություն։ Ովսեպա, ոստիկանության սերժանտ Ովսեպա։ Որ բաժնիկ ու մայրի, դուք կներկայանաք խնդրեմ։ Նույն բաժնից եք։ Ինչ եք անում այս պահին, այսինքն ինչ եք փակել, ինչ եք իսկ ով է այստեղ հասարակական կարգ խախտում, որ դուք էլ ապահովում եք։ Հնարավորից կարող խախտել։ Այսինքն ինչ պետք է անեն։ Մենք մեր գրասենյակում հասարակական կարգ ենք խախտելու։ Մեր գրասենյակը հասարակական վայր է։ Իսկ ովքեր են ներսում այս պահին։ Փաստաբան կա։ Մեր կողմից փաստաբան չկա առավոտյան։ Ես կխնդրեմ դուք էլ որոշ մեկնաբանություններ տաք եւ կխնդրեմ ներկայանաք եւ իսկ չեք ուզում ներկայանալ այս պահին։ Չէ, ուղղակի մեզ հեռուստադիտողները նայում են on-line-ով։ Հասկացա, եթե դժվարություն չի, կարող եք ներկայանալ։ Ներկայանաք եւ ասեք ինչ գործողություններ են իրականացվում։ Այսում հասկացում եք հնչական գործողություն։ Ում կողմից։ Հակակոռուպցիոն կոմիտեի։ Իսկ ոստիկանությունը ինչ կապ ունի այստեղ։ Ինչին է աջակցում։ Դատարանի որոշումը պատշաճ կատարման։ Իսկ դատարանի որոշում կարող եք ցույց տալ կամ ասել բովանդակություն է։ Չեք ուզում ներկայանալ անհասկանալով։ Ներկայացել եմ Արտյոմ Արծեն Հովհաննիսը։ Հովհաննիսը։ Գլխավոր վարչը Շիրակի մարզային վարչը։ Ձեր հետ ուրիշ ով կա աշխատակիցներից։ Ոնց է, բաժնի աշխատակիցներ։ Չէ, դե իրենց տեսանք արդեն ծանոթացանք, հասկանալի է։ Իսկ առավոտյան բնականon որ գնացել եք խոզարկելու, դուք եք եղել։ Իսկ ով է եղել։ Տեղալ չեք։ Ոսկանյանի տունը ամբողջը ֆիքսացել են արել։ Հասկանալի է։ Ով կար այդ աշխատակիցներից, խնդրեմ դուք էլ հա ներկայացեք, այս պահին մենք ուղիղ եթերում ենք, որ կառույցն եք ներկայացնում դուք։ Նոր ներկայացա, նոր ձեզ ասեք։ Հա, ուղղակի հիմա մենք on-line ենք։ Ժամանակել էր on-line, պարոն։ Ես իմ ուղիղ եթերում եմ։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչություն։ Ինչ խնդիր կա, ինչ եք եկել մեր գրասենյակ։ Չէ, թեման բովանդակությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեի հասարակական Բայց իմանանք ինչ եք եկել։ Մենք հյուրընկալ ենք, բայց երբ որ չենք հրավիրում, չենք սիրում, երբ որ գալիս են։ Որպեսզի մարդիկ տեղեկանան։ Մարդիկ նորից նկարում եք ասել։ Ես չեմ նկարել։ Ես նոր եմ եկել, որ նկարեմ։ Դուք էլ եք հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացնում։ Շատ։ Իսկ դուք տեղյակ եք, որ մենք այսօր հանրահավաք ունենք եւ այս գործողություններով դուք խոչընդոտում եք փաստացի մեր աշխատանքներին։ Այսօր մեր ամփոփիչ հանրահավաքն է երեկոյան եւ դուք հիմա փաստացի քաղաքական միջամտություն եք իրականացնում այստեղ։ Ձեր գործողությունները քաղաքական են, ոչ թե իրավական եւ քաղաքական խոչընդոտներ եք դուք իրականացնում։ Ճիշտ ասած, այդ վերջին օրով մասկի շոու կազմակերպելը սպասվում էր, Նիկոլ Փաշինյանից հեռու չի, որովհետեւ երեք ազգային ժողովում հայտարարում էր, որ գլխացավ ունի եւ երկրորդ գլխացավի դեղը ընդունելուց հետո անգամ չի անցնում գլխի ցավը, դա հասկանալի է, այդպես էլ պետք է լիներ երևի, եւ նաեւ գովազդում էր դեղերը, ասում էր վատ բան չկա, բայց այդ դեղերի ազդեցության կամ այդ դեղերի բացակայության արդյունքում մենք հիմա ստացել ենք մի պատկեր մեր գրասենյակում Գյումրու, երբ որ մեր աշխատանքները խոչընդոտվում են եւ հանրահավաքին
պատրաստվելու փոխարեն մենք փաստորեն ստիպված ենք այստեղ ինչ-որ գործողությունների ականատես լինել։ Ես ասեմ, որ սա կոնկրետ խոչընդոտ է նաև մեր քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանի համար հրավիրել էին այս պահին Երևան հարցազրույցի եւ հիմա փաստորեն ինքը հետաձգել է կամ չեղարկել է, եթե չհասցնենք նույնիսկ չեղարկենք այդ հարցազրույցը եւ այս առումով շատ կոնկրետ խոչընդոտում է տեղի ունենում։ Հիմա ներսում չգիտեմ ինչ են փնտրում մեր Արա Ոսկանյանի սենյակն է գրասենյակի հիմնականում կազմակերպչական աշխատանքներով է զբաղվում Արա Ոսկանյանը եւ շատ կոնկրետ կարող ենք ասել, որ մեզ խոչընդոտելը նպատակ ունի նաև ընտրություններից առաջ լուրջ խնդիրներ առաջացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեից են եկել եւ ոստիկանության Կումայրի բաժնից Գյումրու։ Հիմնականում չխոսկանեն այն առումով, որ չեն բացատրում, թե ինչ են ուզում անել։ Ես դիմում եմ Գյումրիում գտնվող լրագրողներին, եկեք Գորկու 50 հասցե եւ տեղում խնդրեմ լուսաբանեք թե ինչ է կատարում, ուղղակի մեր սենյակներ չեն թողնում ոստիկանները, ահա իմ հետևում դուք տեսնում եք եւ այս առումով ես կարող եմ ասել, որ առավոտվանից, վաղ առավոտվանից խոչընդոտներ են առաջացրել եւ շատ կոնկրետ առարկայական խոչընդոտ է բարելույս Կարեն մի հատ կարող եք ասել Կարեն Սիմոնյանն է քաղաքապետի մեր տեխնացուն այս պահին ես հիմա կխնդրեմ որոշ մեկնաբանություններ տալ ուղիղ եթերում եթե լրագրողները ինձ լսում են Կարեն Սիմոնյանը այս պահին պետք է գնար Երևան հարցազրույցի բայց չի կարող, որովհետև ստիպված է գրասենյակում այս կրկեսին ականատես լինել, որը կազմակերպում են իշխանությունները իրենց ուժային կառույցներով։ Ձեր մեկնաբանությունը տվեք։ Հարգելի գյումրեցիներ, ողջունում եմ բոլորիդ, ինչպես արդեն հայտնի է մամուլում հրապարակումներ կան, որ մեր գրասենյակում, մեր համակիրների եւ շտաբի պետիտանը կատարվում են խուզարկություններ։ Բոլորիդ կոչ եմ անում Ձեր սատարում եք աս նաև մեր թիմին, այն թիմին, մի քանի օր շարունակություն տալիս ձեր վստահությունը, այն թիմին, որը իրական փոխություններ է բերելու եւ օգտվելով առիթից, ոչ եմ անում բոլորիդ, այսօր 17:00-ին գալ Աբովյան փողոց, Տիկնիկայինի հարևանությամբ, մենք կազմակերպել ենք մեծ հավաք այս գործողություններին։ Մենք ընկճված չենք, պատրաստ ենք գնալու մինչև վերջ, ունենք որևիցե խնդիր, մենք չունենք որևիցե վախեր, յուրաքանչյուր գործողություն եւ քայլ չունենք նահանջ, քանի դեպք ասել մեր Ես ասեմ հարգելի հերոստատիտողներ, մեզ հետևողներ, այս պահին ուղղակի այս պահին բառից բուն իմաստով մեր թիմակիցների բնակարաններում խուզարկություններ են իրականացնում, անհիմն խուզարկություններ, որևէ օրինական հիմք չկա, ակնհայտ է, որ փորձում են խոչընդոտել մեր աշխատանքները, հատկապես հանրահավաքից առաջ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չգիտեմ, այդ իրավապաշտպան կազմակերպությունները, ովքեր որ հետևում են իբր թե այս կամ այն խախտմանը, հիմա շատ կոնկրետ պետք է գնահատական տալ եւ կճշտեմ, այս պահին ինձ ասում են ազգանունը ինչպես էր Էմմա Գրիգորյանին են տարել մեր թիմակից ոստիկանություն մեր երիտասարդական թևի ներկայացուցիչներից է շատ ծիծաղալի է որ այդպիսի քայլի են դիմում մեր բոլոր աշխատակիցների տները մտել են այստեղ գրասենյակի հետ կապված, այսինքն կոնկրետ հիմա շտաբ են պարալիզացնում, այդ կենտրոնական ընտրական հանձնաժողով կոչված այդ դրածոները, որ կան, կամ իրավապաշտպան կազմակերպությունները, հիմա թող գան այդ մարդու իրավունքներից խոսողները հասկանան, թե ինչ է կատարում, շտաբը կոնկրետ գործողությունների է պատրաստվում, մենք երեկոյան հանրահավաք ունենք ժամը 5-ին, եւ առավոտվանից սկսած
մեզ փաստորեն անհանգստացնում են եւ շտաբի, այսպես ասեմ, կազմակերպչա կառուցվածքային մասին այս բային հարվածել են եւ խուզարկություններ իրականացնելով խոչընդոտում են կոնկրետ աշխատանքներին։ Կարեն Սիմոնյանին էլ խոչընդոտեցին, որպեսզի գնա Երևան հարցազրույցի, այսօր վերջին օրն էր լինելու, որ ինքը հասցներ եւ հաստատ կարող եմ ասել, որ ինչ որ առումով իրենց նպատակին հասել են։ Մեդիայի առումով հարցազրույցը չի կայանա, մեզ այս պահին փորձեմ նաեւ ճշտել եւ հասկանալ ինչքան պետք է տևի այս գործողությունները, դուք տեղյակ եք։ Այսինքն դուք հիմա ուղղակի փակել եք դուռը, քանի հոգի են ներսում, ովքեր են։ Կարող եք թեյ սուրճ հրավիրել, հյուրասիրել, երկար են աչքի սպասելու, կարող է ծարավեք կամ թե սոված չեք։ Օրինակ մենք չհասցրեցինք առավոտյան նախաճաշել եւ մեզ չթողեցիք քնել։ Շատ ծիծաղելի պատկեր է, ճիշտն ասած մենք մեծ հավաք կազմակերպված Աբովյան փողոցում Տիգրանի հարևանությամբ միանան եւ իրենց աջակցությունը հայտնել ոչ մի բան չեն կարողանում գտնել, որովհետեւ մենք չունենք որևիցե բան պահելու, որևիցե բանի, այսպես ասած, կաշկանդվածություն չունենք եւ փոխեն վախի ահաբեկման միջոցով հասնել նրան, որ մենք փոխենք մեր որոշումները, մեր դիրքորոշումը եւ իրանց ուզածը չի ստացվել, որոնք մեր դերձակներից արդեն կանոնություն ես ես պայեն իրականներին հատորեն այնտեղ տեղումականան ինչի մասն է խոսքը մի այսօրապես ինֆորմացիա ինչ պահանջեն է կարող հասնել ինչ ինֆորմացիա չեն տալիս, ասում են, որ վերջում կասեն։ խոզարկության ներկայացրել են։ Ես չեմ տեսել, բայց կան ֆոտոներ, որ արվել է, այս պահին մեր իրավաբանները ուսումնասիրում։ Ավելացնելու ինչ ունեք։ Ավելացնելու մեկ բան ունեմ։ Գյումրի ոտքի, Գյումրի այսօր 17:00-ին հավաք եւ Սա քաղաքական դու համարում եք։ Շավարժ Գևորգյանի հետ հարցազրույց պետք է տանք։ Պարոն Գևորգյան, եթե Շավարժ կանդիդենք։ Այլ տարբերակ չունենք, քան հետաձգել ուղղակի ուղիղ եթերում։ Ես նորից ցույց տամ, որ ոստիկանությունը մեր գրասենյակը պահպանում է, չգիտեմ ումից, երևի մեզանից, եւ ներսում աշխատանքներ են իրականացում քննչական։ Ես ասեմ, որ ներսում բացի սեղան աթոռից եւ այն թղթաբանությունից, որը կարող է լինել ցանկացած գրասենյակում, որը մասնակցում է ընտրությունների, այլ բան չկա։ Եվ այսքան երկար ժամանակ ինչ-որ գործողություններ իրականացնելը ուղղակի պարզ նպատակ ունի խոչընդոտել։ Ուղղակի խոչընդոտել աշխատանքները մանր Շատ շտապ պետք է Երևանում արձագանքել իրաք, որովհետև
աղջիկ երեխա, երկու անչափահաս երեխաները իր հետ տանը մի անգամից մտե տանից վերցրել տալ են Երևան հակակոռուպցիոն առանց հաշվի առնելու այդ անչափահասների որ ժամին է եղել 8:30-9 կոմ է եղել դա վրաս հա ճշտեք գնացեք մեր էմայի մոտ չէ հասկանանք ինչ է կատարվում Էմա Գրիգորյան Զարզանդի Էմա Գրիգորյան Զարզանդի ասել են որ տանում ենք Երևան հակակոռուպցիոն դա Հիմա իրավաբանները կհասնեն ընդեր Այսինքն Երևան են տեղափոխել։ Հա, Երևան Իսկ ինչ հիմքով ներկայացրել են հիմքեր։ Բայց ինչ դուք մոտավորապես ինչի մասին Նիկոլը ինչ հրանգ է տվել մոտավորապես Տեղափոխել են Երևան հակակոռուպցիոն կոմիտե այսքան է տեղեկությունն այս բանում հեռախոս չկա մոտները որ խոսենք կապնել հասկանան նախ ինչ վարչակից է որ կնոջախ չկան եզրասար չկան երկու անչափահասից կրեն եւ տանեն Երևան հակակոռուպցիոն կոմիտե աբսուրդ են համարում եւ դատապարտելի է բայց ամեն ինչը իր պատասխանը եւ գնահատականը ստանալու է Իմ կարծիքով չի ստացվելու իրենց մոտ այն ինչի արդյունքում ինչի նվադագով որ եկել են ստեղ եւ ահաբեկում են բոլորից գնալու ենք մինչեւ վերջ Ուրեմն եթե հակակոռուպցիոն են տեղափոխել նշանակում է որ կենսաբաժանակ կաշառքի հետ կապված համակիրը ինչ կարգավորել չի։ լավ է չի ասել ամբողջ բոլորը գիտի այս գրասենյակի մասին Եվ բոլորը վախեցած են այս գրասենյակից, որ այստեղ ոչ մի կաշառք չի կարող լինել, ոչ մի որևիցե խախտում չի կարող լինել։ Համեստ, ժպիտով, մեր ակցիաներով, մեր երթերով ցույց են տվել այս քանի օրվա ընթացքում, որ այս թիմն է գալու իրական փոփոխություն բերելու։ Մթնոլորտի փոփոխություն բերելու, որ յուրաքանչյուր քայլափոխի երեք երթի ընթացքում մարզպետարանին կոչ արեցի, նույն քաղաքացիական պայմանագրի գրասենյակին կոչ արեցի, որ մի ինձ այդ վերևների խելքերին եւ մի փորձեք Գյումրիում խժդժություններ անել թողեք Գյումրիում անցկացնենք նորմալ ընտրություններ վերջի վերջո մենք գյումրեցիներով ավելի մոտ ենք իրար քան որևիցե մեկը բոլորը այսպես ասած հրահանգավորում է եթե կա Երևանից հրահանգավորում ուրեմն թող մենակ լինի Գյումրիի կառուցողական ծրագրերի վերաբերյալ ոչ թե նմանակից ահաբեկումներով ըստ էս ինչու են հետապնդում ձեր թիմին բացի նայից որ քաղաքական հետապնդումներից ինչ նպատակ ունի են Բայց չի տեսնում են քարոզաշարի ընթացքը տեսնում են բնական ճանապարհով մեր համակիրների մեզ միացումը տեսնում են ինչպես են արձագանքում յուրաքանչյուր քաղաքացի ինչ վերաբերմունք է ցույց տալիս մեր թիմին եւ տեսնում են որ գնում են հաղթական ճանապարհով փորձում են օր առաջ կանգնեցնել բայց չի ստացվելու որովհետեւ այստեղ հավաքված մարդկանց տեսակն է հենց այն պայքարող տեսակն է հենց այն հայ տեսակն է հենց այն գյումրեցի տեսակն է որը իրական փոփոխությունների կողմնակից է եւ անպայման բերելու է Քիչ առաջ մենք նորից մեկնաբանություններ տվեցինք այս հարցով ամենահետաքրքիրն այն է որ երիտասարդ մեր թիմակցին դուք հաճախ տեսած կլինեք ակցիաների ժամանակ էմային գյումրեցիները նրան ճանաչում են որովհետև ռադիոյի նաև աշխատակից է իր անչափահաս երեխաների հետ խնդիր է առաջացրել եւ տարել են Երևան մի րոպե հեսա ես ուրեմն ոստիկանությունը շարունակում է փակված պահել մեր սենյակները որտեղ կազմակերպչական ուղղակի պատկերացրեք ցուցակներ կան որտեղ գրված են որ տարածքում ովքեր են պատասխանատու հիմա մեզ խնդրեմ մեզ մոտեցել է նաև ազգային ժողովի պատգամավոր դաշնակցության ներկայացուցիչ եւ խնդրեմ ներս գանք որ մեր ջան խնդրեմ մեկնաբանություններ տաք այս պահին
Ինչ մեկնաբանությունները արդեն պարզ է, ծերագիրը չի փոխվում, վերջի այս դեպքերն են փոխումներից կպարնական եւ նրա օժանդակող անձնարը, որ բարդում են Երեք ազգային ժողովում եք եղել, չգիտեմ, չեմ եղել, ես շաբաթ Գյումրիում եմ եղել։ Չէ, ինչի եմ հարցնում, որովհետև ինձ տեղեկություններ հասան, ես թողոյով չեմ հասնում այդքան հետևել, ինձ տեղեկություն հասա, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ երկու անգամ գլխացավի տեղ է խմել, սա դեղերի արդյունքն է, թե դեղերի բացակայության արդյունքը։ Այդ բանը կարելի է երկու տարբերակներ ընդունել։ Լավ, իսկ քաղաքական դեսպերեձել է, արդեն իրավապահորդել այս ձևաչափով իրենց հիմնական գործառույթը թողնելով ընդերս ընդդիմադիր տեխնազոների հետևից դրա համար Հայաստանում հանցագործությունների թիվը չգիտեմ արդեն ուր է հասել։ Նայեք հիմա որն է խնդիրը, այսօր մենք երեկոյան ունենք հանրահավաք ամփոփիչ նշանակված, այս բանը երբ որ Արա Ոսկանյանի սենյակը խուսարկում են եւ իր բնակարանը առավոտ գիշերով գնացել խուսարկել են, կոնկրետ հարված են հասնում, որովհետեւ կազմակերպչական առումով Արա Ոսկանյանն է։ Հիմա հասկանալի է, չէ՞, որ երեկոյան հանրահավաք ունենք, կազմակերպչական հարցեր պետք է իրականացվեն, սկսած տեխնիկականից վերջացած ցուցակայինով, որ մարդկանց հետ զանգել, հրավիրել, կազմակերպել եւ սա փաստացի ուղի խոչընդոտում է։ Լավ, ես նույնիսկ համոզված եմ, որ սերգորը ավելի լկտի գործողություններ են անցնելու, իսկ ընդդիմադիր տեխնազոների հանդեպել են կիրառելու նման բռնի մեթոդները։ Այս առումով ես ուղղակի նա շնորհակալություն եմ հայտնում Հայաստան խմբակցության պատգամավոր մեր Քոնյաններ, մեր գրասենյակում եւ հիմա էլ է այստեղ եկել է մեզ սատարելու Հայ Դաշնակցության ներկայացուցիչ, անկեղծ ասած չեմ հասկանում տրամաբանությունը, լավ, ասենք տեխնիկապես խոչընդոտեցին, մեր տեղեկացնեմ նաեւ ձեզ, որ մեր երիտասարդ աղջիկներին են տարել բաժին եւ մի հոգու էլ նույնիսկ տեղափոխել են Կումայրի են տարել եւ մի հոգու Երևան են տեղափոխել հակակոռուպցիոնից։ Փոքր երեխաներն էլ հետը անչափահաս աղջիկներ կան։ Ես Կումայրի բաժինն անպայման կայցել եմ, այնք ինչ է։ Մի հատ հիմա խնդրեմ բարձր ձեր պատգամավորական լիազորությունները իրականացրեք ներսում, իսկ հիմա կարող եք եկեք միասին գնանք, որովհետեւ մեզ թույլ չեն տալիս, ասում են այնտեղ գործողություններ են իրականացում, որպես ազգային ժողովի պատգամավոր ես խնդրեմ մի հատ գոնե տեղեկություն տաք, թե ինչ են ուզում։ Ես հիմա չէ, այստեղ էր։ Ոչ բանի բոլոր քննիչների ինչքան հնարավոր է գնալի երակի քարագի թափով ավելի ակտիվացնել իրենց սատարումը Լայ Հայաստան Դաշնքի մեր թիմի եւ այսօր 17:00-ին անպայման կան Աբովյան փողոց Իգնյանի հարավանության որտեղ տեղի ունենալու մեր հավաքը։ Ասելիները հակապետություն կոմիտեի ներկայացնել, որին առաջարկել են դակապար գնդի ավականու արտահայտություններում առաջադրված սոցիալական համար, որ հակապետություն կոմիտեում նախաձեռնել է քրական հարց։ Հակապետությունի հայտարարությունները միլիոնավոր դոլարների շիբինները եւ այդ լանդիչկետը որ ցույցում են դա նրա կաշառչի է շիլը նստանա չեն է խոսա։ Հացազար ծանոթ չեն, ինչի մասին է խոսա։ Նորից է վերգնում։ Համատարած Գյումրիով համատարած իրենք են անում այդ շեբենի եւ լամպոչկա փոխելու գործընթացները ու փորձում են մեզ ներքաշել նման հարցերի մեջ։ Մենք չունենք նմանատիպ խնդիր, որովհետեւ իրական մեթոդոլոգի փոփոխություն է տեղի ունեցել եւ մարդիկ բնական ճանապարհով սատարում են միանում են մեջին։ Այսինքն դուք ամեն դեպքում այդտեղ քաղաքական միջադեպեր եք։ Օրինակ երեք նաև Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ձայնագրություն տարածվեց, նույն կոնտեքստում դատախազությունը ուսումնասիրում է ձայնագրությունը, նա էլ ասել է, որ արհեստական բանականություն է։ Ես ասել, որ մեր Հենա Գրիգորյանին հեղափոխելով հակակոռուպցիոն կոմիտեը շատ մեծ հարված է հասնում նաև Հայաստանի Հանրապետության վարկանիշին։ Հանրապետական հենց իրենք իշխանությանը
որ երկու անչափահաս երեխաներին կտրելով տանից եւ տեղափոխելով Երևան ստրեսի ենթարկելով նաեւ երեխաներին, միայն իրենց ասած ցածր մագարտակներ ցույց տալիս։ Բայց մենք անգուն ենք, մենք ամուր ենք, ունենք մինչև վերջ։ Ես պատրաստ եմ եւ ունեցնելին եւ ամբողջ հայությանը կոչ եմ անում արձագանքեն նմանատիպ երևույթներին եւ խստիվ դատապարտեն։ Այսինքն այն մանկանի տանից երեխաների աչքի Այո, երկու չափած Էմա Գրիգորյանին, ով ուղղակի համակիր է, չունի, այսպես ասած, կլուչիվոյ դերակատարում, հա։ Այսինքն ցուցակում էլ չկա։ Ցուցակում կա, բայց ասենք առաջին բան չի, էլի, ասենք տասնյակում չի, ամեն դեպքում, ինչ եմ ուզում ասել, որ այն չի սազում, նման վարկագիծ չի սազում, երկու անչափահասի կողքից կտրել եւ տանել Երևան եւ կապ չունենա նա իր ընտանիքի հետ, հա խստիվ դատապարտելի է, չի սազում, եւ դրա համարժեք պատասխանը հենց իմ կողմից է Հարգելի լրատվամիջոցներ, ես ուզում եմ հայտարարություն անել մամուլի համար եւ իր պաշտպան կազմակերպությունների համար։ Մենք այս քայլը Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատում ենք որպես քաղաքական խոչընդոտներ առաջացնելու փորձ, դատապարտում ենք այս գործողությունները, այս խայտառակ գործողությունները։ Քիչ առաջ դուք տեղեկացաք, որ անչափահաս երեխաների մորը տարել են Երևան, ընդ որում ասանալի չի, թե հատկապես ինչ են Երևան տարել, այստեղ ինչ-որ բան չէին կարող պարզել։ Այս պահին դուք իմացեք, որ այսպես կոչված քննչական գործողություններ են իրականացվում մեր գրասենյակում, մեր գրասենյակի կազմակերպչական մասով ներգրաված աշխատակից Արա Ոսկանյանի հետ եւ մենք սա համարում ենք կոնկրետ քաղաքական հետապնդում եւ խոչընդոտում հատկապես այսօրվա մեր հանրահավաքից առաջ եւ գյումրեցիներին ես խնդրեի եւ կոչ կանեի իրենց պատասխանով ամեն ինչին տալ ներկա գտնվելով մեր հանրահավաքին եւ շատ կոնկրետ արձագանքելով այս խայտառակությանը, որ հիմա մենք տեսնում ենք, անկեղծ ասած չգիտեմ տեխնիկական մասով մեր Արան էր զբաղվում, նույնիսկ ես չեմ բացառում, որ ինչ-որ բաներ գողանան ու տանեն մեզ մոտից, այսինքն դինամիկներ, տեխնիկական սարքեր, ամեն ինչ հնարավոր է, բայց անկախ ամեն ինչից մենք հավաքվելու ենք եւ մեր տեսակետը ներկայացնել։ Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ մտավախություն ունի, որ Գյումրիում իշխանազավթումից հետո չի կարողանալու դա պահել, դա մասել այդ ապօրինությունը, որ տեղի էր ունեցել, չի կարողանալու մինչև վերջ տանել, դրա համար այսպիսի քայլերի է գնում, շատ ցավալի է, որ երիտասարդներին են նույնիսկ գնում խուզարկում, ովքեր ընդամենը ակցիաների են մասնակցում, այն նաև թույլ չեն տալիս, որպեսզի ազգային ժողովի պատգամավորը գործողություններ են իրականացվում։ Մենք ոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, ակիվներին անպայման արձանագրել այս խայտառակությանը, սա բառից բուն իմաստով խայտառակություն է, եւ Նիկոլ Փաշյանը կոնկրետ քաղաքական խոչընդոտներ է իրականացնում մեզ համար, իսկ քաղաքացիական պայմանագիրը, որ ասում էր մենք օրենքով եւ այլնով, մենք տեսնում ենք իրենց իրական դեմքը եւ մեր համակիրները, ովքեր հիմա ինձ ուղիղ եթերում հետեւում են, որևէ մեկին, եթե հիմա խուզարկության են կանչում, անպայման մեզ իմաց տվեք, որովհետև դա այնպիսի համատարած բնույթ է կրել, որ մենք ուղղակի չենք հասցնում արձագանքել այս ամեն ինչին։ Ժողովուրդ ջան, on-line-ով հետևում եք ինձ եւ ուղարկում եք մեսիջները իմ հեռախոսահամարին, որ մենք տեղեկանանք, թե
ոչ մի ինֆորմացիա գոյություն չունի, թե այդ աղջիկան ուր են տարել, մեր իրավաբանները այս պահին Երևանում են գտնվում եւ փորձում են պարզաբանել։ Ընթացքը ցույց կտա, բայց կոչ եմ անում բոլորիդ աջակցություն հայտնել, որ նմանատիպ վայրագություններ տեղի չունենան։ Հարգելի քաղաքացիներ, այս Հրամանան ասանել է կարող է դրա խոցարնիցել են հեռախոսը վերցնել։ Ես չգիտեմ։ Ուզում եմ ում տուն են մտել կոնկրետ։ Տյաննա իմեջ բանից Հարգելի քաղաքացիներ, ճիշտ ասած շատ ծիծաղելի քայլի են դիմել նրանք, ովքեր հետևել են մեր քարոզարշավին։ Գիտեմ, որ մենք բազմաթիվ երիտասարդներ ունենք, ովքեր մեր թիմակիցներն են, ովքեր մասնակցում են մեր հավաքներին ու երթերին եւ բավական այսպես պոզիտիվ դրական լիցքեր հաղորդող թիմակիցներ են եւ նրանց հավաքել ու բանը տարել են բաժիններ գնացել են տները եւ առանց որևէ այլ մեկնաբանություն տալու ուղղակի մեր երիտասարդական թիմին են պարալիզացրել, այսինքն իրենց հանգիստ չի տվել այն, որ այդ երեխեքը իրազեկում են իրականացնում, բուկլետներ են բաժանում եւ քաղաքացիներին տեղեկացնում են մեր ծրագրերի մասին, մեր տեխնացուի մասին, մեր Հայաստան Դաշինքի մասին։ Սա խայտարակություն է ուղղակի, ասենք ես անկեղծ ասած սպասելի էր, բայց որ այսպեսի ճղճին քայլերի, որ ասենք անչափահաս երեխա ունեցող մորը գան ու առավոտ գիշերով տնից տանեն Երևան, ասեն հարցաքննելու ենք, ես հիմա ուղիղ եթեր եմ փաստաբաններից խնդրի աջակցություն մեր թիմակիցներին էլ կոչ եմ անում ժամանակից շուտ գալ, ովքեր որ Երևանից էին ժամանալու, թող ժամանակից շուտ գան այստեղ Գյումրի, որովհետև տարբեր տիպի հարցեր են հիմա պարալիզացրել եւ միգուցե կարիք կլինի, որպեսզի Գյումրիի շտաբում կազմակերպչական աշխատանքները որոշակի մասով օգնություն ստանան, նաեւ հիմա Ժողովուրդ ջան շտաբ եկեք Գյումրի, որովհետև կազմակերպչական մասով լուրջ հարված են հասցրել, նաեւ փաստաբաններին Հովանես Խուդուանին Հովջան խնդրեմ մի հատ զբաղվես Երևանում, մի հատ ճշտի տես ում որտեղ են տարել հասկանանք ինչ փաստաբանական օգնություն է պետք տալ եւ ասեմ որ այս դեղերը կամ դեղերի բացակայությունը փաստորեն Նիկոլ Փաշինյանին հունից հանել են սա էժանագին կամ մի հատ բար կա կոշտ թեյով դիշովի քայլեր որ հիմա անում են ու լավ այդ երեխեքին ինչ է տարել հիմա այս Նիկոլ Փաշինյանն ուզում հասկանամ լավ հասկացանք շտաբի պետին եկել խուզարկել է գրասենյակ մտել եք մեր աշխատանքները խոչընդոտում են այդ երեխեքին 18-20 տարեկան երեխեքին չի առավոտ գիշերով եկել մտել տները եւ բան արել տարել բաժիններ չնայած ումից ինչ ենք պահանջում ում վրա ենք զարմանում այս ապուշությունը որ անում են իրանց ուղակի մատնում են իրենց հոգեվիճակը հարգելի քաղաքացիներ այս պայն դեռ առավոտվանից ես բարբերաբար ցույց եմ տալիս խուզարկության են մտել մեր գրասենյակ որտեղ թուղթ, գրիչ, համակարգիչ, այդպիսի բաներ կան։ Ցանկացած շտաբում կա թղթաբանություն, որտեղ դու համակիրների ցանկ ես կազմում եւ կազմակերպչական աշխատանքներ ես իրականացնում, ասենք ռուպոր կա եւ այլն, եկել են դրանք, սա ասենք փորձել են արգրավել, մի խոսքով իրեղեն ապացույց գտել ռուպորը։ Բացրախոսը, որ չգիտեմ ինչ գործողություն է անում։ Մի բանով հաստատելի խոչընդոտեցին, որ մեր եթերները ծախողեցին այսօրվա։ Եվ երեկվանից էլի դեպ սկսել, մենք մտածում ենք երևի մանր չարաճճություններ են անում, երեք մեր մեքենաները
փորձել են խոչընդոտել նրանց աշխատանքը մեր մեքենաներով, երբ որ պտտվում էինք հավաքների ու երթի ժամանակ, եւ մի քանի մեքենա տարան Տուգանային հրապարակ, այն դեպքում, երբ որ իրենք կարող էին, եթե ինչ-որ բան էին հայտնաբերել, ենթադրենք, ասենք խախտում, հոցքից եւ այլն, դե երթի ժամանակ ինչ-որ բան կարող է եղած լինել, ուղղակի կարող էին ակտավորել, բայց իրենք որոշեցին, որ չէ, պետք է տանեն Տուգանային հրապարակ, խնդիրներ առաջացնեն։ Մենք մարդ ուղարկենք, որ հասկանանք ինչ պետք է լինի։ Մի խոսքով ֆիզիկապես ուզում են ջլատել, ֆիզիկապես ուղղակի որ մարդ ուժի պակաս ունենանք։ Դրա համար ես մեր բոլոր թիմակիցներին Երևանից եւ մյուս քաղաքներից խնդրեի, որ գան Գյումրի ու զուտ կազմակերպչական մենք օգնության կարիք ունենք այս պահին, որովհետեւ մեր աշխատանքները այդ մասով պարալիզացրել են։ Մենք այս պահին նաեւ գրասենյակում է Տերենիկ Մալխասյանը։ Խնդրեմ ձեր մեկնաբանություններն էլ տաք։ Տերենիկ Մալխասյանը ես ասեմ, որ մեր ցուցակի երկրորդ համարն է, նախկին լրագրող եւ հիմա ձեր մեկնաբանությունները։ Սա ուղղակի խայտարակություն է, Նիկոլ Փաշինյանը սրանով ցույց է տալիս, որ ճղացումների մեջ է, ինքը հաստատ հասկանում է, որ պարտվել է Գյումրու ընտրություններում եւ ամեն ինչ անում է իրավիճակը փրկելու համար եւ ինչպես միշտ ոստիկանությանը օգտագործում է բիրտ գործիք հիմնական մրցակից տեխնացուների վրա ճնշումներ գործադրելու համար եւ հիմա ուղարկել եմ Մայր Հայաստանի շտաբ, որպեսզի պարալիզացնեն մեր աշխատանքները եւ հաջողությամբ 2 ժամ պարալիզացրել են արդեն, բայց ավելին առավոտյան ժամը 7-ից Արայից տունն են եղել, հետո եկել են այստեղ։ Տևական ժամանակ արդեն մի քանի ժամ պարալիզացրել են Մայր Հայաստանի շտաբի աշխատանքները, մենք այսօր կարևոր հավաք ունենք Աբովյան փողոցում ժամը 5-ին մեր եզրափակիչ հանրահավաքներ եւ իրենք դրել պարալիզացրել են այդ ամենը, երևի ուզում են, որ այդ հանրահավաքը չկայանա, Մայր Հայաստանը կազմաքանդվի շտաբի աշխատանքները, որ իրենք մի քանի ձայն ավել, չգիտեմ ինչ անեն, էլի, ու լկտիվության գագաթներն են, որ երիտասարդ կնոջը մանկահասակ երեխաների մոտից ձերբակալում տանում են Երևան, այնտեղ ինչ հարցաքննություն իրականացնելու համար։ Սա չգիտեմ, սա բռնապետություն է, կոնցլագիա։ Կարեն, մենք ունենք տեղեկություններ EMA-ից, ուր են տարել, ինչ են արել։ Այս պայն մեր իրավաբանները եւ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գնացել են ամեն մեկը մի բաժանում հակակոռուպցիոն, որպեսզի բարձաբանեն ինչ է տեղի ունեցել եւ ի վերջո որտեղ է EMA Գրիգորյանը։ Այսինքն չգիտենք էլ, հա։ Այս պայն չգիտենք, ասել են հակակոռուպցիոն, երկու անչափահաս երեխաների աչքի առաջ Միանգամից նստել ավտոն տարել են, տունը շոկի մեջ է, երեխաները լաց են լինում, ես ինչ է սա, գոնե տղամարդկանց տարեք, հա, կանանց տանելով ինչ եք ուզում, ենել երկու անչափահաս երեխու դիմաց եք։ Այսինքն այդ գործողությունները, ձերբակալությունը, անչափահաս երեխեքի դիմոց։ Այո, երեխեքին ստրեսի են ենթարկել, չեն հասկանում երեխեն ինչ բան է, չեն Ուժելի չեն ընդունում, որ այդ երեխան կարող է վաղը մեծանա այդ ստրեսի պատճառով լուրջ խնդիրների առաջ կանգնի։ Չէ, դա բացի բարոյական չի այդ ամեն ինչը, այդ նման։ Դե բարոյական բան չի, բայց առաջի հերթին տանողը երեխա չունի, չի մտածում, որ այդ երեխեքը կարող է ստրեսի ենթարկվեն։ Կոչ եմ անում եւս մեկ անգամ բոլոր գյումրեցիներին 17:00-ին Աբովյան փողոցում Տիկնիկայինի հարևանությամբ միանան մեր կազմակերպած հավաքին եւ հենց այնտեղ տանք են գնահատականը, որը արժանի է այս իշխանությունը։ Այդ դեպքը հատկապես ամենաճճացողն է, որովհետեւ անչափահաս երեխաների ներկայությամբ ուղղակի տանել մորը, ընդ որում ես ասեմ, որ Էմա Գրիգորյանը մեր երիտասարդական թևի հետ ակցիաների էր մասնակցում եւ բարը ձեզ այստեղ են փակել։ Չէ, բաց է։ Ուրեմն նրա ֆունկցիան մեր շտաբում կազմակերպչական առումով 0 այն առումով, որ ինքը ուղղակի ներգրավված էր մեր ակցիաներին, մեր համակիրներից է
եւ անկեղծ ասած ֆունկցիոնալ առումով չեմ պատկերացնում թե ինչ խնդիր են ուզում լուծել այդ երեխուն բաժին տանելով։ Ինչ եմ ասում, երեխա տարիքով է իհարկե փոքր երեխաներ ունի, բայց մենք երեխա ենք ասում, որովհետեւ փոքրամարմին այսպես չամիջ աղջիկ է, այսպես ասած, եւ շատ ակտիվ էր, նկատած կլինեն նրանք, ովքեր որ մեր ակցիաներին հետևել են, այս խայտարակությունը իհարկե իր համապատասխան գնահատականին հուսով եմ արժանանալու է գյումրեցիների կողմից եւ այս հիմարությունը, որ արել է Նիկոլ Փաշինյանը, այս խայտարակությունը, որ իր կողմից կազմակերպվել է, պետք է համապատասխան գնահատականի արժանանա եւ այն ուսապարկերը, ովքեր որ ասում էին, թե մենք օրինական նորմալ ընտրություններ ենք անցկացնելու, հիմա ծպտունները չի լսվում։ Մի հատ թե թող խոսեն, ասենք, իրանք էլ գնահատական տան։ Ես կոչ կանայի նաև մեր մյուս տեխնացուներին ուղղակի անդրադառնալ, որովհետև այս ամեն ինչը կարող է նաև իրենց դուռը չոքել եւ իրենց էլ կարող է վնասել, սա տարբերություն չկա արդեն տվյալ դեպքում, թե ում շտաբ են մտել եւ ինչ են անում։ Ժողովուրդ, մի հատ ինչ-որ մեկը գրեք ձայն լսվում է, թե ոչ, ես մեսիջ եմ ստանում, որ ձայն չի լսվում։ Հիմա կխնդրեմ գրեք ձայն լսվում է։ Իմ ձայնը լսվում է, այս պահին ձայնս լսվում է։ Շատ լավ, շարունակեմ։ Հիմա նորից ես կբարձրանամ այն հատվածը, որտեղ այսպես կոչված քննչական գործողությունն է իրականացվում, որպեսզի հասկանանք, թե ինչ կա։ Հա, բարդ ես։ Դիտորդականն եք, չէ, իրականացնում, կխնդրեմ որոշ մեկնաբանություններ տալ, այս պայն Հայակվեից մեզ հետ է մեր գրասենյակում է դիտորդական առաքելություն իրականացնող Արամ Պետրոսյան, հա, խնդրեմ, որ հեռուստադիտողներն էլ Գյումրու հավաքական ընտրությունների համակարգող իրավաբան մասնագիտությամբ փաստ արդեն արձանագրենք, որ երրորդ ընդդիմադիր տեխնացուի նկատմամբ ակնհայտ ճնշումներ են, մինչ այդ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, հետո Ռուբեն Մխիթարյանի, հիմա տեղի ունենում ընդհանրապես գրասենյակը չի աշխատում, խոչընդոտվում աշխատանքները, կարելի ասել կազմալուծված աշխատանքները, ես որպես անկախ դիտորդ ուղղակի հետևում եմ ընթացքին, հետևում ենք նաև իրենց պաշտոնական հաղորդագրություններին, երևի երեկվա վարչախմբի պարագլխի վայրահաչոցների արդյունքն այսօրվա այս ակնհայտ բռնությունները, սպասենք պաշտոնական հաղորդումներին, Հայակվեն էլ վաղը ասուլիսով հանդես կգա, ենթադրում եմ ժամը 12-ին, մասնավորապես նաև այս մասով անպայման հայտարարություն կանենք։ Նայեք հիմա որն է խնդիրը, բացի այն, որ խուզարկությունները եւ մենք չգիտենք ինչի համար է այդ խուզարկությունը, նաև մարդկանց բերման են ենթարկվում, այդ թվում ասենք երիտասարդների։ Մի մասին կոնկրետ Էմա Գրիգորյանին տարել են Երևան, որը մեզ համար անտրամաբանական ու անհասկանալի, ասենք ինչ կապ ունի, ասենք Երևանը այս process-ի հետ, այն առումով, որ եթե ինչ-որ գործողություններ կային, կարող են այստեղ էլ անել, եթե ինչ-որ բան էին ուզում հարցակնել, ընդ որում ասեմ, որ ինքը մեզ մոտ բացառապես երթերի մասնակցող աղջիկ է եւ նույնիսկ հասկանալի չէ, թե կազմակերպչական առումով ինչ են ուզեցել դրանով ասել։ Կարծում եմ գոնե իմ համար որպես կողքից դիտորդ ակնհայտ է, որ սրանք հերթական ճնշումներն են, ինչպես ասեցի, արդեն թվով երրորդ ընդդիմադիր գործչի գրասենյակում են եւ խոչընդոտում են։ Կներեք մի հատ նայեք, էլի իմ հազար ներողություն եմ խնդրում։ Մի հատ ինձ մոտ նայեք ձայն կա, իմ Facebook-յան էջի live-ով։ Մի հատ նայեք ձայն կա։
մի վարքյան 1000 ներողություն։ Մի հատ image-ը վարեցես, մի հատ image-ը։ Հիմա, այս պահին ձայն կա։ Հա, այս պահին ձայն կա։ Խնդրեմ, Նորից, հա։ չէ, ասեք, շարունակեք արդեն։ Դա ասում եմ, ակնհայտ է, որ արդեն թվով 3-րդ տեխնացուի աշխատանքը կազմալուծում են։ Ենթադրում եմ, որ նաև սոցիոլոգիական հարցումներ են անում եւ արդյունքներն են իրենց ահաբեկում։ Մենք ամբողջ օրը, ես անձամբ վերջի 10 օրը Գյումրիում եմ անընդմեջ, ժողովրդի հետ շփվում եմ, կարծիքներ եմ փոխանակում, կարծում եմ ժողովրդի տրամադրությունների հետ է կապված, որ գործող վարչախումբը նման ռեպրեսիաների է գնում, բռնությունների է գնում, մասնավորապես եթե ջայլ աղջկան ստեղից բերման են ենթարկում, կարծում եմ Գյումրի ոստիկանությունը, բոլոր հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, բոլոր ենթակառուցվածքները կային այստեղ հարցաքննելու համար, Երևան տեղափոխել է էլի դրա ճնշումների արտացոլումն է, սպասենք հետագա իրադարձություններին, սպասենք նաև հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի հայտարարություններին, տեսնենք, կարծում եմ սրանով էլ չի ավարտվի, որտեղ երեք տեսանք ազգային ժողովում վարչախմբի պարագլխի հայտարարությունները, ենթադրում եմ սա դրա հենց ուղիղ շարունակությունն է Բանիդոմանյան։ Նաև տեսնում ենք, որ նույնիսկ ՀՄԵԿ հեռուստաընկերությունը անաչառությունը չի պահում, մասնավորապես 3 ամբողջությամբ ինչքան էլ որ ինձ համար անձնական զզվելի է նայել Պետրոսի հաղորդումները, 3 տեխնացուներից մեկի հետ էր, որի ամբողջ ընթացքում ինքը ոչ թե տեխնացուին էր հարցեր տալիս, այլ մյուս տեխնացուներին էր փորձում վարկաբեկել։ Այս ամեն ինչը պարզ է, մենք վաղը ժամը 12-ին Հայակվեն ասուրիսով հանդես կգա, բոլոր դեպքերի մանրամասն փորձենք անդրադառնալ, գնահատական տալ, այս պահին էլի շարունակում ենք ուսումնասիրությունը։ Շատ շնորհակալություն, պետք է հետևել եւ արձանագրել, որ կոնկրետ մեր շտաբի աշխատանքները պարալիզացրել եւ կազմալուծել են, այս պահին դեռ կապույտ գլխակները, ոստիկանները փակ են պահում մեր այն սենյակը, որտեղ Արայի աշխատասենյակն է, մեր կազմակերպչական գործերով զբաղվող եւ այսքան ժամ, չգիտեմ, ինչ են փորփրում, ինչ են փորձում գտնել, ինչ են ուզում անել, հասկանալի չէ։ Ժողովուրդ նորից ասեմ նրանք ովքեր որ հիմա Երևանից են հետևում բոլորը շտաբ տեղափոխվեք Գյումրի մեր թիմակիցներին եմ ասում եւ համակիրներին կազմակերպչական առումով այստեղ աշխատանք կա կատարելու ուղղակի պարալիզացրել են մեր աշխատանքները երիտասարդականների ներկայացուցիչներին ովքեր որ հետևում են ինձ հիմա եկեք գրասենյակ որպեսզի մենք նաեւ հասկանանք թե ովքեր են բերման ենթարկվել, ովքեր են հարցաքննվել կամ ովքեր կան, ովքեր չկան, այս պայն մեզ չունեմ տեղեկություն եւ քանի որ կազմակերպչական բաժնի վրա են հարցակվել, մենք համապատասխան տեղեկություններ ուղղակի ֆիզիկապես պետք է ստանանք, ժողովուրդ Գյումրիում գտնվողների երիթևի ներկայացուցիչներ բոլորդ հավաքվում եք գրասենյակ հիմա, հասկանանք ինչ խնդիրներ է առաջացել մյուսների համար։ Մեր Երևանի թիմակիցներին շտաբ տեղափոխվեք Գյումրի, մեր մյուս մարզերի թիմակիցներին շտաբ տեղափոխվեք Գյումրի, մեզ կազմակերպչական առումով օգնության խնդիր ունենք եւ անհանգստանալու կարիք չկա, այսպես ասած խոճապի մատնվելու խնդիր չկա, զուտ ֆիզիկական մարդ ուժի հարց կա այստեղ եւ այդ ֆիզիկական մարդ ուժի բացակայությունն է, որ ուզում եմ լրացնել բարև ձեզ։ Այս պահին դա պետք է անենք, ժողովուրդ ջան, զուտ ուղակի եկեք այստեղ գրասենյակի տեղը գիտեք Գորկու 50, որ հասցնենք աշխատանքները կազմակերպել այսօր ժամը 5-ին երեկոյան պրավալ չտանք, այսպես ասած, հանրահավաքը եւ այստեղ էլ կազմակերպչական աշխատանքները կարողանանք ավարտին հասցնել։ Ես քիչ հետո որոշակի տեղեկություններ կունենամ արդեն
EMA-ի հետ կապված պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գնացել է եւ եթե ինչ-որ նորություն լինի Արեգնազ ես կխնդրեմ լայվով կամ գրությամբ ուղղակի տեղեկացնեք մենք էլ իմանանք թե ինչ է տեղի ունենում EMA-ի ընտանիքի անդամներին հարազատներին կոչ եմ անում համբերել իհարկե նրանց ապօրինության փոխարեն ներողություն եմ խնդրում որ այդպիսի անհարմարություններ են պատճառել մեր թիմակցին եւ լուրջ անհանգստություն առաջացրել նրա երեխաների մոտ, նրա ընտանիքի անդամների մոտ, բայց մի անհանգստացեք, մենք զբաղվում ենք իր հարցով, անհանգստության կարիք չկա։ Շարունակվում է դեռ այս պահին գոնե այս պահին նորից շարունակվում է փակ մնալ, ես ահաձեզ ցույց եմ տալիս այն սենյակը, որտեղ իբր, չգիտեմ, ատոմային ռումբ են ուզում հայտնաբերել, քննչական գործողություններ են իրականացնում, հարգելի, ինչպես? Եթե EMA-ի հետ կապված ինֆորմացիա ունեք, ասեք։ EMA-ի հետ ուղղակի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, Հովհաննես Խուդոյանը իրավաբան գնում են այն վայրը, որտեղ պահվում է EMA-ն մեր համակիրներից ու փորձում են ինֆորմացիա ստանալ, մտնելու են, թե ազգային ժողովի պատգամավոր Արեգնազը, հետևաբար հնարավորություն ունի մտնելու, ստուգելու, թե ինչ վիճակում է առողջականի հետ կապված անհանգստացնող լուրեր են գալիս։ Հիմա Արեգնազ Մանուկյանը այնտեղ է փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում եւ նա մեզ օպերատիվ կտեղեկացնի։ Շնորհակալություն։ Ես ուղղակի նորից հիմա ցույց տամ, թե ինչ է կատարվում շտաբում։ Ուղղակի փորձել են պարալիզացնել մանր ճղճին Նիկոլա Բարո կամ Թրքաբարո նույն բանն է ոճով ուղղակի հարձակվել շտաբի վրա երեխեքին տանել բաժիններ, բարից բուն իմաստով երեխեք 10-20 տարեկան երեխեքին տարել են իրանց միակ ֆունկցիան մեր երթերին մասնակցելն է, մեր համակիր որպես գալիս են նկատած կրնել պայծառ ազնիվ երիտասարդներ են, որոնք ցերեկվա ժամերին նույնիսկ գալիս են մեզ էլ են մեկ խանգարում են առումով, որ այստեղ պարում են, երգում են եւ մեր թիմակիցներն են, մեր համակիրներն են։ Հիմա այս կապիկությունը, որ իրանք անում են, փորձում են դրանով իբր թե մեզ հունից անել։ Սա ուղղակի ամոթալի է ուժային կառույցներին օգտագործել որպես գործիք քաղաքական նպատակներով, նորություն չի իհարկե, բայց դե պետք է դիմադրեմ, բա ինչ պետք է անեմ, պետք է դիմադրեմ։ Մենք այդպես էլ ենթադրում էինք, այդպես էլ սպասում էինք։ Եվ այս առումով բարդ ես։ Լավ եղեք։ Հա, ներսնա կարին ներսնա գնացեք։ Չհասցրեցի բարի օր։ Այս պայն մեր շտաբի աշխատանքները ինչքան էլ փորձեն կազմալուծել, միևնույնն է մեր թիմակիցները գալիս են եւ միանում են ժողովուրդ նրանք ովքեր որ տարածքներում են եւ թիմակիցներին պետք է տեղեկացնեին այսօրվա հավաքի մասին ոչ մի բան չի փոխվել ժողովուրդ ժամը 17:00 հավաքվում ենք նույնիսկ եթե բեմը չթողնեն կամ չհասցնեն մերոնք տեղադրել նույնիսկ եթե դինամիկները չգիտեմ արգրավեն գողանան ինչ ուզում լինի ռուպռով կամ գորալով անելու ենք ժողովուրդ ոչ մի բան չի փոխվել ես այստեղ երկրորդ հեռախոսով նայում եմ, ասում են կարող է բանա փոխվել կազմակերպչական առումով, չէ, հենց այդ նպատակով էլ արել են ժողովուրդ։ Հենց այդ նպատակով էլ արել են, որ մեր մոտ ինչ-որ բան փոխվի, բարի օր։ Երեխեքից ով կա, որ խնդիր ա ունեցել, բացի EMA-ից։ Երեխեքից մոտ մենք։ Հələ մի հատ կազմակերպչականով բան արա, ձեր չաթ բանկ ունենաք, գրիտես ում տուն են գնացել, ում տուն չեն գնացել, որ հասկանանք ով կա, ով չկա, լավ։ Հա, հիմա մի հատ բան արեք հասկանանք, պարզենք էլի, Վալենտին, լավ։ Հա։ Անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե երեխեքի հետ կապված ինչ են ուզեցել անել, էլի, ինչ խոչընդոտ, այսինքն որպեսզի երթը այդ երիտասարդներով լեցուն չլինի։ Ես իմ ֆանտազիան այս
թուրքական մոդելի մեջ չի տեղավորվում, ճիշտ ասած։ Մի հատ հիմա ներքին բանով, մի հատ հասկացեք ովքեր կան, ովքեր չկան ու կազմակերպչական առումով ոչ մի բան չի փոխվում։ Այսօր ոնց որ պայմանավորվել ենք, ոնց որ պլանավորել ենք, տենց էլ անում ենք։ Լավ, ոչ մի բան չեք փոխում։ Այս պահին նորություն չունեմ այլևս ավելացնելու, լրագրողներ եկան, դիտորդականից եկան Հայաքվեի, Դաշնակցության մեր պատգամավորը մեր Սահակյան նույնպես ներկա էր եւ հիմա գնացել է բաժին, որպեսզի պարզի թե ով որտեղ է եւ ինչ է կատարվում։ Ժորժ ջան, սա է պատկերը էս է։ Եղեք կապի մեջ, իմացեք, որ աշխատանքային առումով այո, ունենք խոչընդոտներ, բայց բովանդակային մասով ոչ մի բան չի փոխվել եւ չի փոխվելու։ Ինչ վերաբերում է այսօրվա մեր միջոցառմանը, դա կկայանա եւ ամենակարևոր միջոցառումը, որ պետք է գյումրեցիները մասնակցեն, դա մարտի 30-ի ընտրությունն է։ Մի հատ sense հաստ գծով, մի հատ մեծ գիծ քաշեք է սրանց վրա։ Ես կխնդրեմ սիրելի գյումրեցիներ, նույնիսկ եթե Մայր Հայաստանին չեք ձայնը տալու, ուղղակի մերժեք սրանց եւ քվեարկեք այն մարդկանց, այն ուժերի օգտին, ովքեր որ մերժում են քաղաքացիական պայմանագրին եւ իրենց այդ դրածոներին։ Անպայման մասնակցեք ընտրության եւ մերժեք այս ճարիքին, Գյումրիից պետք է սկսել փոփոխությունները, ժողովուրդ ջան։ Ձեր ձեռքում է ամեն ինչ։ Առայժմ կլինենք կապի մեջ, եթե կարիք լինի նորից կմտնեմ ուղիղ եթեր։